Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի երկարամյա աշխատանքը տվել է շոշափելի արդյունք։ Խմբի 16-րդ վերջին նիստին ընդգծեց Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Խորհրդատվական խումբն իր աշխատանքը սկսել է 2009-ին Արևելյան գործընկերության հիմնադրման սկզբնավորման շրջանում, երբ մեր երկիրը բոլոր առանցքային ոլորտներում թևակողել էր համակարգային բարեփոխումների նոր փուլ։ Դրվատանքի արժանի այն փաստը, որ խումբը Եվրամիության պատվիրակության եւ Միավորված ազգերի զարգացման ծրագրի համակարգմամբ ցուցաբերեց մեծ ճկունություն եւ կարողացավ ապահովել երկարաժամկետ եւ կարճաժամկետ խորհրդատուների թիրախային խմբերի աշխատանք Հայաստանում, դարձնելով խմբի գործունեությունն ակտուալ եւ պահանջված պետական կառավարման մարմինների աշխատանքում։ Ծրագրի շոշափելի արդյունքներից են նաև 2014-ից ուժի մեջ մտած վիզաների դյուրացման ռեադմիսիայի համաձայնագրերը, որոնք լայն հնարավորություն են ստեղծում մարդկանց շփումների համար։ Եվրամիության քաղաքացիներն արդեն մոտ 2 տարի է Հայաստան են գալիս առանց մուտքի արտոնագրի։ Խորհրդատվական խմբի աշխատանքն ամփոփվում է կոնկրետ արդյունքներով։ Արդեն 5 տարի է խորհրդատվական խումբն աշխատում է Հայաստանում, թեև Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի հետ կապված խնդիրներ առաջացան, բայց կարող եմ նշել, որ այս ընթացքում Հայաստան-Եվրամիություն համագործակցությունն արդյունավետ էր։ Եվրամիությունը պարտավորություններ է ստանձնել շարունակելու հայաստանյան բարեփոխումներին ուղղված աջակցությունը։ Համակարգված աշխատանքներն իրականացվել են գրեթե բոլոր ուղղություններով՝ արդարադատությունից, անվտանգությունից, միգրացիայից մինչև ապաստանի տրամադրում, սահմանների կառավարում, փաստաթղթերի անվտանգության ապահովում, բիոմետրիկ անձնագրերի կիրառում, շարժունակության ապահովման հարցերով գործընկերություն, անհատական տվյալների պաշտպանության ապահովում։ Խորհրդատուները աջակցություն են ցուցաբերել կարևորագույն մի շարք փաստաթղթերի մշակման գործընթացին։ Դրանց թվում են Հայաստանի Հանրապետություն թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, ԵՄ չափանիշներին համապատասխան ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների ծրագրերը։ Եվրամիության խորհրդատուներն օժանդակություն են տրամադրել նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մշակման, պրոբացիոն ծառայության համակարգի ներդրման առաջարկների ուղղությամբ։ Հայաստանում Եվրամիության դեսպանն ընդգծեց նաև ազգային ժողովի վերահսկողական գործառույթների բարձրացմանը, միջխորհրդարանական գործակցության ընդլայնման ուղղված աջակցությունը։ Տրայան Հրիստեյայի խոսքով Եվրամիությունը պատրաստ է հետագայում ևս ամրապնդել հաջողությունները, որոնց նրա կարծիքով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հանգամանքը խոչընդոտ չի կարող լինել։ Մեզ համար շատ կարևոր է, թե ինչ ուղղությամբ է գնում Հայաստանը եւ ինչպիսի բարեփոխումներ է իրականացնում։ Եվրամիության համար կարևոր է տեսնել, թե ինչպես են իրականացվում այդ բարեփոխումները, այդ թվում այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել Վիլնյուսում։ Հաշվի առնելով նախորդ տարիների դրական փորձն ու նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիություն գործակցությունը, մեր երկիրն առաջիկայում ևս ակնկալում է առաջընթաց, բարեփոխումները շարունակելու եւ բազմատեսակ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմավորորդ տնտեսական համագործակցության եւ այլ ոլորտներում։ Նախագահի կարգադրությամբ հաստատվել է Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստան-ԵՄ ծրագրի 2014-15 թվականների միջոցառումների ցանկը։ Երևանն այժմ Բրյուսելի հետ քննարկում է հարաբերությունները կարգավորող իրավական նոր շրջանակի ձևավորման առնչվող հարցերը։ Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ վերահաստատեց. Հայաստանի նպատակն է պահպանել Եվրամիության հետ նախորդ քննարկումների բովանդակությունը, ապահովելով դրանց համատեղելիությունը, ինտեգրացիոն մյուս ձևաչափերի հետ։ Մայա Խաչատրյան, Արմեն Անդրեասյան, Առաջին ալիք։